վայրեջք։ Ահա եւ վայրեջք կատարեց Յուրիի պատրաստած կատանա մոդելի ինքնաթիռը, որի վրա նա աշխատել է մոտ 5-ից 6 ամիս։ Աշխատում է մեթանոլով։ Մոդելը ընթանում էր մոտավորապես 60-ից 70 արագություն ժամ։ 24-ամյա Յուրի Մանուկյանը ավիամոդելիզմով զբաղվում է արդեն 5 տարի։ Հիմնականում սպորտաձևի մասին պատկերացում կազմել է համացանցի միջոցով։ Թելերն ինչքանով են ամուր ու անվտանգ։ Թելերը ամուր են, իրանք ընդհանրապես կշիռով է, պահում են մոտավորապես մի 10 կիլոյի չափ այդտենց ծանրություն, էլի։ Յուրին հաճախել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ավիամոդելիզմի խմբակ։ Մարզաձևը սիրում է հետաքրքիր գործողությունների եւ ադրենալինի բարձրացման համար։ Օրվա մեջ 2-ից 3 ժամ է տրամադրում ինքնաթիռներին։ Յուրաքանչյուր մոդելի վրա միջինը ծախսում է 20,000-ից 25,000 դրամ։ Մինչև հիմա պատրաստել է մոտավորապես 30-ից 33 մոդել, որոնցից հիմա ընդամենը 6-ն են աշխատում։ Մնացած ինքնաթիռները հաջող վայրեջք չեն կատարել։ Ընթացքում վնասել եմ, ջարդել եմ ընդհանուր, հիմա նորից վերականգնում եմ, որպեսզի նորից քշեմ։ Մրցումների ժամանակ մոդել էի թռցնում, մոդելի անսարքության պատճառով, ինչով որ ես կառավարում եմ, ռուշկան ձեռիցս թռավ եւ մոդելը եկավ մեր ընկերներիս ուղղության վրա, էլի, մի քիչ ապացնի բան է։ Մինչև 1991 թվականը ավիամոդելիզմի մարզաձևը մեծ տարածում ուներ Հայաստանում։ Այսօր ավիամոդելիզմով զբաղվող եզակի հաստատություններից է ԴՕՍԱՖ-ը։ Ավիամոդելիզմի դպրոց ընդունում են 11 տարեկանից բարձր բոլոր անձանց։ Այժմ խմբում կա շուրջ 30 աշակերտ, որոնցից միայն մեկն է աղջիկ։ Կազմակերպում է ամեն ինչը։ Խմբակների աշխատանքները, ստեղծում են հատուկ պայմաններ, գոյություն են պիոներ պալատներ, պատանի տեխնիկների կայաններ, էքսպերիմենտալ դպրոցներ ավիացիայի վրա։ Իսկ 91 թվականից հետո մեր հանրապետությունը չունի այդ հնարավորությունները, որպեսզի կարողանա տենց խմբակներ, տենց մեծ թվով խմբակներ ու տենց լավ նյութատեխնիկական բազայով օժտված խմբակներ պահպանել։ Հայկ Ազբալյանը նաև Հայաստանի ավիացիոն մարզաձևերի ֆեդերացիայի նախագահն է։ Ամեն տարի ֆեդերացիան կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ավիամոդելիզմի մրցումներ։ Հերթական մրցումը նախատեսել են անցկացնել այս կիրակի, բայց դեռ հարց է, կլինեն արդյոք բավարար հայտեր մրցումն անցկացնելու համար, թե ոչ։ Ճիշտն ասած, առաջ մեր տղաները ունեին հնարավորություններ բաներ, աշխատում էին այստեղ Հայաստանում, այստեղ ասելով Հայաստանում, միևնույն ժամանակ զբաղվում էին իրենց սիրած գործերով։ Իսկ հիմա ես քանի տարի է շատ դժվարացել է տղաների մեծ մասը, որ սուտ չասեմ թողում գնում են։ Այն մյուս մասն էլ ոնց որ ասած հազիվ գլուխն են պահում, ժամանակ չունեն, որ զբաղվում են այդպես թանկարժեք սպորտաձև։